Ողջույն սիրելի Աստծո ժողովուրդ, երեկորդ նված։ Նայեք մի հրաշալի տեղ կարդանք երազների մասին ժողովուրդ ջան, որ մեր կյանքում երազները մեծ դեր են խաղում, բայց մենք չպետք է անտեսենք երազները։ Եթե չենք հասկանում երազների մեկնությունը, դա չի նշանակում, որ պետք է անտեսենք։ Նայեք Հոբի գիրք 33-րդ գլուխ 14 խոսքից ինչ է ասում Աստծո հոգին, Հոբին։ Հոբը խոսում է Աստծո հոգով։ Ասում սակայն մեկ անգամ խոսե Աստված եւ մյուս անգամ, բայց մարդը ուշադրություն չի անում։ Հետո երազում գիշերի տեսիլքում մարդկանց վրա խորը քուն ընկնելիս, անկողնի վրա քնելիս, այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը եւ նրանցը խրատելով կնքում է։ Այսինքն երազում Աստված բանում է մարդկանց ականջը եւ խրատելով կնքում է, որ մարդից հեռացնե վատ գործից եւ անբարտավանությունը ծածկե մարդից, որ հետ պահե նրա հոգին կորուստից եւ նրա կյանքը սրով անցկացնելուց։ Այսինքն երբ որ Աստված տարբեր միջոցներով խոսում է մեր հետ, մենք չենք լսում մեկ անգամ, մյուս անգամ, ասում ես անգամ երազով է գալիս, երազով, գիշերի տեսիլքում եւ խոսում է, որ մարդուն խրատա, որ նրա հոգին կորստից հետ պահա, որ նրա կյանքը սրով անցկացնելուց պահա, հետ պահա կորստից, փորձանքից, մեղքից, հասկանում եք։ Երազներով ինչի համար, որտեղ երազներով մարդը քնած է լինում մարմնով, մարմնավորը, իր հակառակությունը, իր կասկածամտությունը, իր մարդկային էությունը, եսը, մտքերը, այդ ժամանակ չի հակառակվում Աստծո Սուրբ Հոգին։ Եվ Տերը իր հոգով երազը որպես ասենք ինչ որ մի կլիպի նման կինոյի պես ցույց է տալիս, որ մարդը տեսնի, հասկանա ինչ է այդ կատարվում, որ իր մտածածից, իր որոշածից հետ կանգնի։ Կամ էլ մարգարեական երազ ապագային է վերաբերում, ցույց է տալիս Աստված, թե ինչ է կատարվում, ժողովուրդ ջան, ինչ պետք է կատարվի, ինչպես որ զգուշացնում է երազներով, այնպես էլ նաև Սուրբ Հոգու պարգևները գործում են անգամ երազով։ Մարդը կարող է երազում պարգևներ ստանա Աստծուց, հասկանում եք։ Դրա համար մի անտեսեք ժողովուրդ ջան, ընթացքում կտեսնենք, սովորենք Աստծո հոգուց եւ բոլորը կիմանան։ Եղեք